հարթացի, հա, դու կապ չունես իրականում, չէ՞։ Չեմ գրել տենց։ Մի Պարոն Ռուբինյան, երբ դեռ դատավճիռ չկա Վարդան Ղուկասյանի, դուք ինչպես եք պնդում, որ նա կաշառակեր է, եթե դատարանը նման որոշում չի։ Նախ ես չեմ պնդում, պնդում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ինչ անենք, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Մեղադրվում է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վայրկյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վայրկյան, թողեք հիմա, եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, Վարդան Ղուկասյանը կաշառակեր։ Հաջորդ մի վայրկյան, եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Որ նրան Սպասեք, մի վայրկյան։ Հեսա դրանել կպատասխան։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է, ինչ են ասում, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության ամեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Ամերիկյան կանխավարկածը այսօր չի խախտում ամեն դեպքում։ Նոր պատասխանում է, եթե հարցին։ Նոր սիրելիներս, մի վայրկյան։ Ասեք։ Որտեղ ոչ միայն այս դեպքում, այլ օրինակ ենթադրյալ ահաբեկչության գործը, որտեղ էլի չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը սիրելի գործընկերներ, հանցագործություն է։ Բարի եղեք, դուք իրենց հարցնեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելիս արդյոք չեն խախտում իշխանությունների ամեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետք է բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վայրկյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներն են պատգամավոր, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետք է լինի, ասեք։ Պարզապես այդ ձայնագրությունը, որ մեջներն եք, ճիշտ եք անում, բայց ձայնագրության մեջ մեկ կարևոր հանգամանք, երևի դուք վերջում չեք տեսել, որովհետև բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի հիմնական բան, որ ծանոթ չի միջև դատական որոշում։ Շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում։ Մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Կարելու մասին եկնում է այն ժամանակահատվածին, երբ պաշտոնավարում էր Սարիկ Մինասյանը։ Ինչու է այդ գործը։ Չգիտեմ, ծանոթ չեմ այս մասին։ Ծանոթ չեմ այդ մասին։ Ես այդ մասին ծանոթ չեմ։ Իրավապահ մարմինների երեկվա գործողություն։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր ամեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարական չեն լինի։ Ու ծանոթում էլ հարցը տալուց տվել։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք
Մի վարքան էլի, մի վարքան, խնդրեմ։ Հրավիրվել էր պարոն Ղուկասյանը Չգիտեմ, իրենցից պիտի հարցնեմ։ Ասում եք ոտքով չգնան, բայց այդինքական ծրերով այդ մարդիկ իրավապահների գործողությունները ջարդելով քաղաքապետարանի շրջանում։ Սելի գործընկերներ, կողմը հաշվեք ձեզնից ով է հարց տալիս տղեկ։ Եվ իր հարցի շարունակությունը, ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը, երեք մի հավատեմ Նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս անեին, վազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգին դուք ձեր անվտանգությունը կվստահեք, վազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ է։ Պարոն Ռուբինյան, ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեմ իրավապահ համակարգում։ Այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաեւ իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, հա, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Բայց հարգարժան Երևանի նախկին փոխքաղաքապետը եւս կալանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան տարտած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն հրավիրել։ Շատ ներխուժել է, մարդիկ գնացել են, իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ Գյումրիի քաղաքապետին բերման են ենթարկել։ Ինչի՞ մաս։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատեսած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած, չեմ էլ հիշում, կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասացիք։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետեւաբար ձեր ասի պատասխանը ակնհայտ է։ Չունի աջակից։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան Կոչուբաևի աջակիցներին մի փոխեք հարցը։ Դուք արեցիք դիմադիրների պարագայում դուք արեցիք մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար մեկ ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև արագ խոսելը դեռ ապացույցի նշան չի, պարոն Ռուբինյան։ Մենք բանավիճում ենք։ Սպասեք, ես պատասխան։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, հետեւաբար դուք չեք։ Դու ինչ գիտեք, որ նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Գուցե, բայց խոսքը ընդհանուրին է վերաբերում։ Օրինակ նույն Կոչուբաևի պարագայում խնդիրը չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ ասֆալտին են փռել կոնկրետ։